Ay ev gidiyor geliyor. Şuraya bak. Dayımın interneti var. Թուրքիայի ընդերքը կրկին անհանգիստ է։ Երկրի արևմտյան շրջաններում երկրակեղևը 6 կիլոմետր խորությամբ ցնցվել է։ Բալաքեսիր նահանգում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Կեսգիշերին մոտ մասսայական խուճապ է սկսվել։ Բարձրահարկ շենքերի բնակիչները թափվել են դուրս։ Սարսափահար մարդիկ գիշերել են փողոցներում, անձրևի տակ, ոմանք էլ հանրային վայրերում։ Ես այստեղ եմ ապրում, բախտս բերել է, իմ տունը չի վնասվել, բայց զգուշացրել են սպասվող հետ ցնցումների մասին։ Շփոթված ենք, չգիտենք ինչ անել նման իրավիճակում, դուրս էլ չենք կարող գնալ։ Աստված պահապան մեր երկրին, այս երկրաշարժը շատ ավելի ուժգին էր, քան նախորդը։ Ես ընկերոջս շրջարանում էի, երբ տեղի ունեցավ երկրաշարժը։ Դուռը բացելիս ապակին ընկավ ձեռքիս ու վնասեց։ Ձեռքիս ջլերը պատռվել են։ Սպասում եմ վիրահատության։ Տեղի ունեցածն ահավոր է ու սարսափելի։ Շատ վախեցանք։ Հետցնցումներն էլ շարունակվում են։ Երկրաշարժի պահին հյուրանոցում էի, իմ աշխատավայրում։ Երկարատև ցնցում էր, ահավոր վախեցանք։ Բոլորը խուճապի մեջ էին։ Մթության մեջ ցրտի ու թաթ եղանակի պայմաններում մարդիկ խուճապահար սկսել են զանգահարել հարազատներին, սակայն կապի խափանումներ են եղել։ Քաոսային վիճակ է ոչ միայն փողոցում, այլև թուրքական լրատվամիջոցներից մեկի ուղիղ եթերում։ Հարգելի հեռուստադիտող, հենց այս պահին երկրաշարժը ցնցումը շատ ուժգին է ու երկար, Աստված պահապան մեզ։ Փլուզվել է 4 կառույց, տեղական իշխանությունը հայտնել է, որ ավերվել են այն շինությունները, որոնք օգոստոսին գրանցված երկրաշարժի ժամանակ թուլացել էին եւ վտանգ էին ներկայացնում։ Վնասվել են նաեւ բազմաթիվ ավտոմեքենաներ։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժել է 20-ից ավելի մարդ։ Ոմանք վնասվածքները ստացել են խուճապի ժամանակ։ Ցնցումները զգացվել են նաեւ Իզմիրում, Ստամբուլում, Բուրսայում եւ հարակից շրջաններում։ Գրանցվել են բազմաթիվ հետցնցումներ։ Թուրքիայի նախագահն արձագանքել է հզոր երկրաշարժին։ Էրդողանը սոցիալական հարթակում շուտապույտ ապաքինում է մաղթել տուժածներին, իսկ Աստծուն խնդրել պահապան լինել ու աղետներից պաշտպանել ժողովրդին։ Ստամբուլում եւ հարակից շրջաններում տեղի ունեցող ստորգետնյա ցնցումները նախազգուշացում կամ այսպես ասած նախավարժանք են սպասվող մեգա երկրաշարժից առաջ։ Հզոր աղետի մասին նախազգուշացնում է թուրք սեյսմոլոգ Ահմեդ Էրջանը։ Գիտնականի կանխատեսումով առավել ավերիչ ու մասշտաբային ցնցումները սպասվում են 2045-ից 2075 թվականներին։ Սեյսմոլոգը զգուշացնում է, այդ ժամանակ նոր երկրաշարժի օջախը լինելու է 7-ից 13 կիլոմետր խորությամբ, իսկ ցնցումները լինելու են 22 անգամ ավելի հզոր։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։